Ողջույն եւ բարի գալուստ Python podcast։ Ձեզ հետ կրկին Python է։ Մենք շարունակում ենք խոսել բռնության տարբեր տեսակների մասին։ Այս անգամ թեման մի փոքր ավելի բարդ է, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե մեկ մարդու վարքի, այլ ամբողջ համակարգի մասին է՝ կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ բռնություն։ Եթե նախորդ թեմաներում բռնությունը գալիս էր կոնկրետ մարդու գործողություններից, այստեղ այն առաջանում է համակարգերի, կանոնների կամ կառույցների միջոցով։ Կառուցվածքային բռնությունը այն իրավիճակն է, երբ հասարակական համակարգերը, օրենքները, կազմակերպությունները կամ հաստատությունները ստեղծում են պայմաններ, որտեղ որոշ մարդիկ ունեն ավելի քիչ հնարավորություն, պաշտպանություն կամ ռեսուրսներ, քան մյուսները։ Այս բռնությունը հաճախ դժվար է նկատել, որովհետև այն նորմալիզացված է համակարգի մեջ։ Օրինակ, երբ ինչ-որ ծառայություններ իրականում հասանելի են միայն որոշ խմբերի համար, կամ երբ մարդը ստիպված է անցնել այնքան բարդ գործընթացների միջով, որ գործնականում չի կարող օգտվել իր իրավունքներից։ Մեկ այլ օրինակ կարող է լինել, երբ կազմակերպություններում կամ կառույցներում որոշ խմբերի կարծիքը համակարգված ձևով ավելի քիչ է լսվում կամ գնահատվում։ Այս ամենը միշտ չէ, որ տեղի է ունենում չար մտադրությամբ։ Շատ հաճախ դա պարզապես տարիներով ձևավորված համակարգերի արդյունք է, բայց ազդեցությունը նույնն է՝ անհավասար հնարավորություններ։ Կառուցվածքային բռնության դեպքում հաճախ չկա մեկ կոնկրետ բռնարար։ Այստեղ խնդիրը հենց համակարգի կառուցվածքն է։ Իսկ զոհ կարող են դառնալ այն մարդիկ կամ խմբերը, ովքեր այդ համակարգում ունեն ավելի քիչ հասանելիություն ռեսուրսներին, պաշտպանությանը կամ հնարավորություններին։ Կառուցվածքային բռնության նախանշանները սովորաբար երևում են կրկնվող օրինաչափությունների մեջ։ Օրինակ, երբ որոշ մարդիկ մշտապես բախվում են նույն դժվարություններին տարբեր հաստատություններում, կամ երբ ինչ-որ խումբ պարբերաբար ունի ավելի քիչ հնարավորություն մասնակցելու որոշումների կայացմանը։ Սա արդեն ազդանշան է, որ խնդիրը կարող է լինել ոչ թե առանձին դեպք, այլ հենց համակարգի կառուցվածքը։ Ինչպես կարող ենք արձագանքել նման երևույթներին։ Առաջինը ճանաչել խնդիրը որպես համակարգային։ Երբեմն մարդիկ իրենց են մեղադրում այն իրավիճակների համար, որոնք իրականում համակարգի խնդիր են։ Երկրորդը խոսել այդ խնդիրների մասին։ Հանրային քննարկումները հաճախ առաջին քայլն են համակարգային փոփոխությունների համար։ Եվ երրորդը՝ աջակցել ավելի արդար եւ ներառական համակարգերի ձևավորմանը։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Երբեմն անհարմարության կամ անարդարության զգացումը պարզապես անձնական փորձ չէ։ Դա կարող է լինել ավելի մեծ համակարգային խնդրի նշան։ Ես Python եմ։ Ու հիշեք, երբ համակարգերը արդար են, մարդիկ ավելի հավասար հնարավորություններ ունեն աճելու։